Հայաստանը միջազգային մարզական իրադարձությունների կիզակետում։ Ֆուդոկան կարատե դո մարտարվեստի Ասիայի առաջին բաց առաջնությունն անցկացվում է մեր երկրում։ Վանաձորը եւ Դիլիջանը հյուրընկալել են 10 երկրից շուրջ 700 մարզիկի միջազգային կարգի մրցավարների պաշտոնական պատվիրակների։ Ներկայացուցչական եւ հեղինակավոր այս առաջնության կազմակերպիչների Ֆուդոկան կարատե դո մարտարվեստի Հայաստանի եւ Ռուսաստանի ֆեդերացիաների նախագահներ Սուրեն Օչինյանի եւ Ռուդոլֆ Գրիգորյանի համոզմամբ սա ավելին է, քան սպորտը կարևոր քայլ ոչ միայն այս մարտարվեստի տարածման, երիտասարդների ֆիզիկական եւ բարոյական դաստիարակության, այլև միջազգային մարզական գործակցության զարգացման առումով։ Մեզանում այս յուրօրինակ մարտարվեստի հանդեպ հետաքրքրությունը սկսել է աճել դեռ 1995-ից եւ այսօր արդեն մեր երկիրն ունի 5 միջազգային կարգի մրցավարներ, իսկ առաջնությանը մասնակցում է 150-ից ավելի երեխա տարբեր մարզերից։ Մարտարվեստը ինքնին դաստիարակչության ձև է, ինքնապաշտպանական ձև է, ինքը զինվորական, կիրառական, մարտական արվեստ է, որտեղ շատ մեծ դեր ունի կարգապահությունը եւ փոխադարձ հարգանքը։ Այդ հիերարխիան, որ մեծի նկատմամբ ուշադրությունը եւ փոքրերի նկատմամբ ուշադրությունը, որպեսզի կարողանան որպես ընտանիք, որպես մեծ ընտանիք զարգանան։ Ինքը ֆուդոկան նշանակում է տուն ամուր հիմքերի վրա։ Հայերիս համահունչ հոգեհարազատ ոճ է։ Առաջնությունը մեկնարկել է Վանաձորում 14-ից բարձր տարիքի մարզիկների մասնակցությամբ, իսկ Դիլիջանում մրցագորգին ամենափոքրերն են 6-ից 14 տարեկանները։ Ամենամեծ թիմով ներկայացել է Ռուսաստանը 80 մարզիկով։ Շատ ուժեղ երեխեք կան, որովհետև մենք Հայաստանի կոմանդը միջազգային մրցումներին միշտ գալիս է 10-15 հոգով, ֆինանսական պատճառի խաթր չեն գամ շատ երեխա կան, բայց կարան 100 երեխա գնան, որովհետև 100-ն էլ արժանի են։ Որ մրցումները մենք բերեցինք ստեղ մոտ 180 երեխա Հայաստանից մասնակցեցին։ Դա իրանց համար շատ ուժեղ հնարավորություն է։ Շատերը կարող ասկի կյանքում չկարենային դուրս գային աշխարհ, որ մասնակցեն միջազգային մրցումների, ուժեղ ապագա ունեն։ Ամենափոքր թիմով ներկայացել է Կիպրոսը, երեխաների համար կարևոր քննաշրջան է։ Շատերը չկարողացան գալ, ասում է Սավաս Վասիլյուն, որն այս մարտարվեստով զբաղվում է 46 տարի։ Առաջին անգամ է Հայաստանում եւ ուրախ է այս հնարավորության համար։ Մյուս անգամ անպայման մեծ թիմով կներկայանանք, որովհետև սա փորձի փոխանակման, կարատեի կարգուկանոնը տարածելու մեծ հնարավորություն է։ Այսօր Կիպրոսի տարբեր քաղաքներում բազմաթիվ դպրոցներ են գործում, 300-ից ավելի սան ունենք։ Առաջնության պատվավոր հյուրն այս մարտարվեստի 85-ամյա հիմնադիր կարատեի սև գոտի 10-րդ դան Իլիա Յորգանն է։ Ֆուդոկան համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ավանդական մարտարվեստներից մեկը եւ կազմակերպիչների համոզմամբ այս առաջնությունը կդառնա ավանդույթ, նպաստելով նաեւ սպորտային туриզմի զարգացմանը, մեր երկրի ճանաչելիության աճին, բարեկամական կամուրջների ամրապնդմանը։ Ծաղկանուշ Միրզոյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։